Լսի, մի հատ բան պատմեմ, այս մի քանի տարի առաջվա բանը երբ էինք անում, Հայաստանով։ Առաջինը թե երկրորդը։ Հա, առաջին, երկրորդը։ Չէի կամ գնում եք Հայաստանով ֆռում էիք, բան էիք։ Հայաստանովը հիշեցիք, ոչմ, կարա հիմա մոնտաժով, մտի ինչ-որ բան, դե ես իհարկե անուն չեմ տա, բայց հետևորդներից մեկը, չլսի, Դիլիջան գնում ենք լավ, դե Էմիլին ով գիտի մեր Էմիլին, Էմոին, ջրիկ բան, կայֆարիկ ոնց, ես ինքը իրար հետ Դիլիջան հանում ենք, ռեժիսորը արդեն ախպեր հաղորդումը չի դառնում էլի բան հենց, ինչ մտել եք Դիլիջանի տնական օղի եք խմում բան, գուլյատ է ասեն գործը բանից տարբերեք նախիկ։ Դասից խմելով գնում հասնում էինք տեղ, խմելով հետ էինք գալիս։ Արա ուշում այս հաղորդումը արդեն մի 4-5 հատ հաջողել է, լավ դիտումներ ունի, լավ կոմենտներ ունի, մենք էլ ոգևորվել ենք, լավ պրոյեկտ ենք արել, մերվել ենք մեր ժողովրդի հետ, տարբեր քաղաքների, բան ռայոնների Հայաստանով։ Ինքը էլի։ Հայաստանով դուրս են եկել Հովանես։ Ես անպայման գնալ եմ հաղորդում։ Այնքան ուռճացրեցի ծափեր պաբանարին։ Հերթական անգամ Դիլիջանում նկարահանման ենք։ Գիտեք, ել են կարուսելներ արեցինք, ինչեր արեցինք Դիլիջանում, Էմոն ապուշացավ, կարա հիմա էլի պուճուր դրվագներ մտնի, որ պատկերացնեն մեր հետևորդներն ու հանդիսատեսը ինչա տեղի ունեցել։ Mēs Դիլիջանի շոնքեն պրծանք, լսի, արդեն գնում ենք տուն, Երևան ենք գալիս, ասել է թե, դուս ենք գալ են պավարոտների վրա, հետ գալուց, գալիս ենք Երևան, մութը վրա է տալի բանման, ես եմ որ ապեր լավ էր, հա լավ էր, Էմոն լավ էր, հա լավ էր, կանգնեց հաղորդումը, տղեկ ջան, ապրեք, բրավո, բայց բանակումին չէր հասնի, բան, նստած ես բան եմ թերթում, էտ հեռախոսս բան, հեռախոսը թե լրահոսը, երկուսն է թերթում եմ, արա ոչմ բան, մեկ է մի հատ նախորդ հաղորդման, այդ Հայաստանովի նախորդ հաղորդման, կոմենտներն է գալին, անց նայում եմ բան, Հովանես ջան ապրեք, բան, քեզ ու Էմիլին շատ ենք սիրում, մյուսը քեզ Էմիլին вообще չենք սիրում, մյուսը քեզ вообще չենք սիրում, տարբեր համադրություններ կա, էլի, կա որ երկուսից սիրում են, կա որ հատ-հատ են սիրում, կա որ ոչ մեկից է չեն սիրում, բայց որ ոչ մեկից է չեն սիրում, խեն նայել, մի հատ է գրում տակը, մի հատ կոմենտ եկավ, ինչի Դիլիջան չեք գալիս, արդեն երրորդ անգամ եմ խնդրում, լսի, Դիլիջանի պավարոտների վրա ենք այդ վարկյանին հորս արև, սենց բարձանում ենք, մենք Դիլիջանի պավարոտների վրա ենք ապրում, Դիլիջանի պավարոտների վրա էդի կարդում ենք, շատ հոգնած, բայց ինչքան է հոգնած ըլնես, Դիլիջանի պավարոտների վրա կարդացած կակ, որ քեզ ուզում են Դիլիջանի պավարոտների վրա հրավիրեն իրանց տուն, ասել է մի րոպե, արա այդ ճամփեքին էլի դեմի մի քիչ վերև ներքև այդ կոմերը, լավ տղա է մախպեր, արա այդի կարդում եմ, որը տենք մենք բանման սաղ համընկնում, հա, ասում եմ հլը մի րոպե, բան վարորդը ով էր չեմ հիշում, կաղա դաժը չգիտեմ, ես էի, ինձ եմ, հլը մի րոպ չէ, քեզ մականներ քշում, թե ով է, ասի X մարդ, Պողոս, մի հատ ստոպը լպում, մի հատ արգելակիր եղբայր, լսի, ուրեմն գնում ենք հասնում ենք տեղ, գտնում ենք հասեն, խորանում ենք, որ արա ոնց մտնենք, որ բան լինի, լավ լինի, բան, Յանի կրեատիվ միտքավ դու գրել եք կոմենտ, մենք եկել ենք ձեր տուն, հենց մի անգամից օնլայն ռեկ տված կամերայով մտնենք, ռեկ տվինք բան, ռաս միկրոֆոնս աշխատում է, գրիմս թարմացրած բանման, ելել ենք, արա հասել եք, խոսքի գտել ենք հասել, բայց ճոգում ենք մի թավոր շատ մարդ կա, արա, միջին վիճակագրական գյուղական տանը չի կարա էլի 15-20 հոգի դրան դեմը կանգնած են, հավերն են վազվզում, երկու հոգի էլ քայլում է, էլի, ասինք դե լավ է մի կողմից էլ, գնանք հլը հարցնենք ես հասեն որդ է, շատ որ մարդ են, բայց ռեկ տված բան, երեխեքից մեկն է հենց մտնենք, կարող է սալուտ, վաու բանման, դաժա այսենց գնում ենք տրամադրվածությամբ, արա հասնում ենք տեղ, բարև ձեզ, լրագրողի բանով էլի, բայց տխուր մարդիկ են իրանք, բարև ձեզ ներողություն, ես ինչ ասենում եմ, այս աղպերս, հատեզի, չէ լավ արա որսո, հա բայց համարյա, ինչպես է անցնում ձեր միջոցառումը, աղպեր ինչ այղ է, բան, էդ խեք նկարում բան,
Անջտինք ասի ինչ ա եղել, ասեց աղբեր ջան մարդը մահաց է, ասի որ հասցեում, էդ տունն ասի։ Արա լսի։ Ադե տենց, հա, տենց աուրա կանգնած դել անհատապես եւ աղջիկ կար բան եւ տիկին կար։ Տխուր։ Հարա, բայց մենք տես պլավնի պիտի վերաձևափոխվենք, բայց գիտես վատը որն ա, մի իշմար չկա որ ժողովուրդ սենց բանա եղե, ամեն մեկը իրափայ պիտի ջոգեր սաստավից, ով երբ ջոգեր, էլի այդ տենց մտնում են։ Հա, էլի բանը որ օպերատորը պիտի ջոգեր երբ անջատի կամերան։ Չի ջոգում, տես չի անջատում։ Բանը այն մյուսը ներողություն դա եղելնողը պիտի չլներ եւ այլն։ Բայց ամենադե գլխավորը որ արդեն նենց կենտրոնում ենք, որ էլ չենք կարա զարնի դնենք, պիտի ցավակցենք, մի հատ սաստավով ցավակցեցինք դուս եկանք, ապա կոմենտ գրողի հետ։ Համեր ծանոթացանք թեթև կոմենտ գրողի հետ, հետո տենց թեթև շփվեցինք, չընկերացանք, բայց կարանք ընկերանանք, կոմենտ գրող։ Եթե տեսնում եք, մենք այս որպես կյանքի ծիծաղելի, ծիծաղաշարժ իրադարձություն ենք պատմում, բայց ամենայն հարգանքով եւ կուզենք ձեզ հետ ընկերանալ։ Համեցեք մի օր մեզ հյուր։ Իհարկե դե սևը չի կարելի։ Ամենայն հարգանքով, բայց սև հումոր թեթև չափի մեջ պիտի արդեն գեներացնենք ազգի համար, վաղը որտեվ դուք էլ չեք լինելու։ Էլ չեմ ասում ես։ Ընկերոջս պապը իրական էլի դեպք է։ Արանշում 90-անց մարդ, մարազմը տարել է, օրգանները ուժեղ են, են կարևոր սիրտը թոքեն լյարդ բան, ուղեղը բան, բայց ապեր դե 97-ը բան արդեն մարազմը կողել է, էլի։ Տաղուն ասում աղջիկ ջան արի պակուս։ Արա խառը էլի եմ որ ադեր բայման, բանման, կամաց մարում ադե գիտես, վերջում երեխա են դառնում, ինչպես հայտնի է, սկիզբ դու վերջը նմանվում ա կյանքի, ոչմ տես երեխա նեղած կոդիտը բանի տիսի ճլորում տեղաշարանում ասես 100-ին մոտիկ պապի ա, արբա չի մեռնում արա։ Չէ շատ հազար ներողություն դեր աստված, դու ես որոշում, բայց չի մեռնում։ Ես չի մեռնելու։ 97-ը դե ինչ ա կամ 100 կամ բան, չի համբերում։ Արա մարազմը տանում ա ոչմ, ասում ա պարկած տեղերի մեջ, էլ բան արդեն դե տակը շռում, չի ուտում ոչի ման սաղ փոխում եմ։ Վերջի արդեն են 4 օրը, վերջի 4 օրը արդեն պատկերացնում ես, կիմարիտն է էլի ոնց է։ Ոնց մի պաշկա քնաբեր խմես, վերջի սա հան։ Արա ասում մենակ գույներ էր ասում։ Գույներ։ Բայց ասում պապա ջան ոնց ես էլ ոչ մեկի չի ճանաչում, լսի։ Պապա ջան ոնց ես դեղին։ Չի ջոգում էլի ոնց է, դեղին ա։ Օրոն, շատ լավներ էսի։ Մեզ հիշում ես, ասում ա կարմիր։ Ինչ հիշի ձեզ հիշում։ Ոչ եմ դες գնում գալիս է, գույներ, բան, խառը։ Մեր թվերով ա խոսում ջոգին, պապա, լավ ես 3։ Քանի օր մնաց, որ լքես մեզ 1։ Թվերով ասում ա, գույներ է բան, ոչ եմ գույների օր ասում ա գույն է, կարմիր ասում ա, պապա բան, կանաչ ասում ա, բան, կապույտ։ Մի օր բան ալում հավաքված են, բարեկամներն են գալի են հրաժեշտ, վաղինակ ձյաձային գնանք, տենանք բան, արդեն որտեվ հասել է գույների փուլին, սաղ գալիս են գոնե գույների փուլում տեսնեն։ Որտեվ այդ մի քանի օրը չեկան, վաշե անգույն փուլ է սկսում իր այդ կապը, սև սպիտակ։ Ամեն օր խոսում էր, այսինքն ինքը Արդեն մենակ գույների վրա էր մնացել։ Մի քանի օր վերջի օրը կիմարիտը։ Հյուրերը կանգնած տղեն խայտարակ ալնում բան ուզում է արդարացնի սիտուացիան։ Ասում ա, պապա, այդ ինչ ես անում, անդադ կապույտ դեղին կան։ Մենակ հատ գույներ էր ասում։ Պապա, այդ ինչ ես անում են, որ հյուրեր կան, էլի, ուզում ա բանանի հասկանա, այ պապա ջան, այդ ինչ ես անում, ասում ա, աղոթում եմ։ Արա այս տղեն չգիտի ինչ ասի, մի կողմից պապան, որ գույներով աղոթում ա, մյուս կողմից հյուրերը, որ չեն հասկանում պապան ինչ ա անում։ Միջին դες նեյտրալ տարբերակ ընդունում, ասում ա, այ պապ ջան, դրսից հյուրեր են եկել, գոնե այդ սվետաֆորից մի քիչ հեռու աղոթի։ Սիրելի հանդիսատես, հաջորդ իմպրովիզը կարող եք դիտել հուլիսի 10-ին երեկոյան ժամը 8-ին HD Arena-ում։ Սիրով կսպասենք ձեզ։